Առաջին հերթին ուզում եմ ձեր բոլորին ողջունել իսրտե։ Երկրորդ եկել եմ այստեղ ձեզ ասելու մեր ծրագիրը, մեր գործը, մեր նպատակը, մեր ցանկությունը։ Ես այս հողու ջրում մեծացած մարդ եմ, սորական աշխատող ընտանիքից, կայացել եմ, հասել եմ, արել եմ, հնարավորության սահմանում ինչ որ իմ հնարավորություն սահմանում եղել է։ Միշտ իմ ազգի պատիվը բարձր եմ բայել, իմ ժողովրդին օգնել եմ, բայց այսօր օգնելով երկիր չես կառուցի։ Այսօր հիմնական նպատակը, որ ծրագիրը կազմել ենք, ու որոշ մեթոդներ փոխել են, ոչ թե կաբինետում նստած գրել են, այլ լիարժեք շփվել ենք ժողովրդի հետ, հարցերել տարբեր ոլորտների մարդկանց հետ, որտով ապրում են, եւ այդ ծրագիրը կազմել ենք եւ դրանց լուծումները։ Ժողովուրդ ջան, անգիր գիտեմ, ծանոթանալով, շփվելով, որ այսօր մեր ժողովրդին ինչ է պետք, որ այսօր հարկավոր է անհրաժեշտ խնդիրները կարգավորել, մարդիկ ոչ թե այսօր մեկը մեկի վրա ցեխաշփորտը, մեկը մեկին վիրավորումը, հայոյումը, ժողովուրդը օգնել է, ժողովրդին դա պետք չի, ժողովուրդը ուզում է, որ իր մասին մտածող լինի, մատից փուշ անի, եւ այսօր նայելով ասենք, թե նոր գալիս էի նայում էի, հետևում էի, որ ասենք, թե արել ենք, զարգացել ենք, ծաղկացել ենք, ժողովուրդ ջան, 8 տարի է, ասեք մի բան, որ արվել է, ես նույնպես ասենք, թե որը անհրաժեշտ տեղ է հեղափոխության, որ կանգնել եմ ժողովրդի կողքին եւ արցել եմ ում եք ուզում, ասել Նիկոլ Փաշինյանին, հրապարակում են եղել, բայց իր ասածներից ոչ մեկը այսօր իրականություն չի դառ, այսօր նայելով իրոք քարոզարչապը, թող մի բան ասեն, որ եղել է, դպրոց ենք սարքել, ասֆալտ ենք արել, եղբայր ջան, այսօր գյուղերը դատարկվում է, եթե կար 800 երեխա սովորում էր, հիմա 300-ն է սովորում 200, պայման հնարավորություն չկա, հեռանում են գյուղերից, քանդվում աշխատատեղ չկա, թող ասեն, բացի դպրոց սարքելուց, որ դպրոց 1000 երեխա կար, ասում են պակասել է, ճանապարհը սարքում են, նորից գարունը սարքում են, նորից ինչ են արել ժողովրդի համար, աշխատավարձ, բարձրացել է, աշխատատեղ եղել է, Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Ես դրա համար ասում եմ, այսօր հիմնական անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան։ Եվրոպայից եկան, Եվրոպա, ինչ արի Եվրոպան։ Օդի մեջ դադարք խոսեցին գնացին, որ պետք է գումարներ տան, թե երբ են տալու Եվրոպան իր գլուխը չի կարող բայց այդ ցավը տանեմ։ Այսօր ընդ տնտեսությունը քանդվում է, չեն կարող որցե մի արծ կարգավորեն, չեն կարող տիրապետել։ Այսօր մեր երկին, որ մենք ներկայացել ենք, ունենք լավ թիմ, ունենք ծրագիր, ունենք փորձ, ունենք ծանոթություն, ունենք ցանկություն, որ դա կարանք մենք կյանքի կոչենք անմիջապես իրականացնենք, որ եղած գումարները ճիշտ նպատակին ծառայի, որ մարդիկ դա զգան։ Որ այսօր 8 միլիարդ ծախսվել է, 8 ամեն տարի 1 միլիարդ եւ ոչ մի բան չի փոխվի իրական կյանքում։ Գործատեղ եղել, աշխատատեղ եղել, զարգացումը ոչ մի բան էլ չի եղել։ Այսօր հիմնական միայն դադարք խոսքեր են, ասելով երկիրը զարգացել, ծաղկացել։ Մատի բոլոր տեղերը նայի մարդկանց նայ, վարկեր, турքեր, տուժեր, գույքարկ ավելացնել ու ոչ մի բան։ Ճիշտ գումարը նպատակային պետք է ծախսվի, ասում եմ մեր ծրագրում, որ ինչ ասել ենք այսքան ժամանակ, որ չէ մեկը չի լսել, որ ես բան ասեմ ու իմ ասածը չանեմ, լիարժեք պատրաստ ենք անելու, այսօր պետք է հիմնական առողջապահությունը անվճար լինի, կրթությունը պետք է անվճար լինի, դա պարտադիր, ոնց որ ասենք թե հիմա Վրաստանում է, այդ հարցը թե չէ հիմա մի հատ օգնություն դրեցին, հիմա մի հատ պետպատվեր կատարեցին ու գնաց, ընտրությունից հետո թե ինչ ելնելու ոչ մեկը չգիտի։ Ես ասում եմ կան հարցեր, որ պետք է կարգավորվի, որ մեծ խոշոր ներդրումներ պետք է կատարվի, ինչ որ մի 10-20 հատ գործան 120 մարդ աշխատելով դա խնդիր չի լուծելու։ Հարկավոր է խոշոր ներդրումային ծրագիր լինի, խաղաղություն պետք է լինի, խաղաղությունը ոչ թե Ալիևի հետ պայմանավորվեն, բանավոր պայմանավորվեն, գրավոր ցույց տվեք, թող ցույց տան մի հատ, տպեն ժողովրդին ցույց տան, որն է խաղաղությունը։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք բերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բաժնեն, կատարենք, եթե չէ պատերազմը։ Ասում են, տես բան չի եղել, ես ասեմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կա ամեն ինչն էլ կա, որ Ալիևը ասում է, որ արագացեք իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացեցիք, զորքը բերելու եմ շարեմ, որը դա ինստինկտյան ժողովուրդ ջան, ես ասեմ, ես այս երկրում ծնվել մեծացել եմ, այս երկիրը սիրում եմ, ինչ որ արել եմ,
իմ երկրի համար ոլորտը լսել եք, տեսել եք, որ ոլորտը միայն մի ոլորտ սպորտն են վերցրել, որ ասենք թե 8 տարի մեդալ չեղեց, սպորտսմեն չեղեց, սա գնացել է։ Այսօր միակ ոլորտն է երկրում, որ կարաս հպարտանաս, ասես, բայց էլի իմ ուզածով չի, որ բոլոր գյուղերում սպորտ դպրոց պետք է լինի, որ երեխան փողոցից կտրվի։ Դպրոց եք սարքեխի գյուղերում, ասենք սպորտ դպրոց, որ երեխան փողոցից կտրվի, որ առողջ սերունդ ունենան։ Առաջնայինը, ես ասեմ, դպրոց են կառուցել, լավ են արել, իհարկե անհրաժեշտ է, բայց հիմնականում պետք է լիարժեք ճիշտ օգտագործի գումարները։ Բացի դրանից պետք է լինի մի հատ համաներում, 10 տարի համաներում չկա, ամբողջ կալանավերերում լիքն են, տեղ չկա, տներում մի հատ հնարավորություն տվեք։ Այսօր ասենք թե ինձ մեր ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության մինչև 10 տարի մարդկանց ներում շնորհեք։ Մարդը սխալվել է, բաց թողում ա եղել։ Թող այդ մարդը գնա իր ընտանիք, արդեն ինքը իր մաշկի վրա հասկացած կլինի։ Մարդը մեկ անգամ ձեր մի հատ բարի քայլ կատարեք, հնարավորություն տվեք։ Այլով խանգարումա միանգամից անմիջապես նստեցնել, հեռացնել, վախենան ով հակառակ ընտրեց, լավ չի կարելի։ Մարդ են, հիմնական խնդիրը ժողովուրդ ջան, ինչ որ կարամ անեմ, ասել եմ։ Տվեք, պահանջեք, ոչ գումարի կարիք ունեմ, ոչ փողի կարիք ունեմ, ոչ էլ ծանոթ բարեկամով ուղղորդվում եմ, մարդը կուսակցական պատկանելիությունը կապ չունի, ստեղ հավաքվածներից, կարող է տարբեր կուսակցությունից մարդիկ կան, կապ չունի կուսակցությունը, մարդը կարանի, տիրապետում է, ոլորտից հասկանում է, իրականքում արդյունք ացույցվե, խնդիր չկա, մենք պետք է գտնենք, խնդրենք, որ այդ պաշտոնին ինքը լինի, կարողանա ոտի կանգնեցնի։ Անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ, ինչ ճիշտ հասկացեք։ Գումարները ճիշտ նպատակային պետք է ծախսվի։ Ասում եմ Ծառուկյանը ոչ փողի կարիք ունի, ոչ ճանաչման, ամեն ինչ հետևողական ենք լինել, որ գումարները ճիշտ նպատակին ծախսվի եւ ոչ թե անփորձ մարդիկ ենք բերել դնենք, որ կյանքում չեն աշխատել։ 50 տարի 100 ռուբլի չի վաստակե եւ քարին չի դրել։ Այսօր ոլորտ աղեկավորը մեծ էլ դադակ խոսում են։ Մարդը պետք է ապրած ունենա, արած ունենա, որ կարողանաս նայել, այո, մարդը ինչ ասել է, ձեռը որտեղ գցել է, զարգացել է, ծաղկացել է, իր երկրի պատիվն էլ բարձրապահել։ Այնպես որ որոշողը դուք եք, ձեր ցավը տանեմ։ Էլի ես ձեր Ծառուկյանն եմ, կտակ կպահանջեք, օրորի կզգաք փոփոխություններ, զարգացումներ։ Չեք տալի ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու, ձեր երեխան ապրելու։ Որոշողը դուք եք, եղբայր, էլի ես ձեր Ծառուկյանն եմ։ Այնպես որ ասում եմ, ունենք ծրագրի կետերը, ունենք ծրագիրը կազմած, ունենք շատ պատրաստված մարդիկ, համակիրներ, որոնք եկել են, ցանկանում են, ոչ թե պաշտոն, այլ ասում եմ, մեր համար պաշտոնը կարևոր չի, պետությունն է կարևոր, ոչ թե մեր համար մանդատը կարևոր չի, այլ հիմնական կարևորը արդյունքը,